քեզ իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջին հայացքը ողջերս։ Ծառան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ էլի, քուրեր եղբայրներ, բարեկամներ, հարազատներ, բարի լույս բոլորիս եւ օրհնյալ է այսօրը, որ Տիրոջ անունով եկավ։ Եվ մենք միացել ենք մեզ էլի Հովանես եղբայրը Մարսելից, վստահ արդեն շատերը ճանաչում եք։ Հովանես եղբայր, բարի լույս, շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Բարի լույս բոլորին։ Թողտերը օրհնի մեր հանդիպումը եւ ծառայեցնի իր բարգի համար։ Ամեն, ամեն։ Հովանես եղբայր, այսօրվա թեման շատ գեղեցիկ, հրաշալի մի նախ, այսպես ասած, վերնագիր ունի, նայենք Հիսուսին եւ բնականաբար համարից վերցրած տողեր են Պողոս Արաքյալի Եբրայեցիների 12:2-ում այդ խոսքը ասում է մի փոքր նախաբան կուզեի սրա մասին խոսակ, բայց մի նկատառում էլ կուզեմ ավելացնել, եթե թույլ տաք, նայենք Հիսուսին իմ թարգմանությամբ ասում է մտիկ տանք, կարծում եք, որ մտիկ տալ ավելին է, քան նայելը, ինչ-որ կենտրոնացում, ինչ-որ վերջը, դրա մեջ կա նաև լսելու բաղադրիչ մաս, տեսնելու, լսելու, գնալու նրա ետևից, ինչ կասեք սրա մասին։ Այո, ճիշտ է։ Մտիկ տալը այն առումով, որ մտառությամբ նայենք, ոչ թե ինչպես ասենք անցողիկ դրսում փողոցում ման ենք գալիս, նայում ենք աջ եւ ցախ եւ այլն, ոչ հիշում ենք, ոչ բան, այսինքն նայելու մտիկ տալը մտառությամբ նայելը իհարկե տարբեր է, բոլորովին տարբեր է եւ այստեղ նայելը այդ առումով է ասված։ Արդեն խոստումն ալից է թեման, ես այդ նախանշանները զգում եմ օրհնության այս թեմայի մեջ, որտեղ ինքը խոսքը արդեն իրենով հենց ինքը պատգամ է։ Շատ լավ, Հովանես եղբայր, մի երգ եմ պատրաստել ձեր առաջարկով եւ որը շատ սիրում եմ եւ այս երգը ինձ համար շատ տարիների մեջ իրոք շատ հոգեհարազատ եւ պատգամ ունի իր մեջ Գաղատացիս 5-րդ գլխից է վերցրած Տեր տուր ինձ այն հոգին, հոգու պտուղի մասին, որ դուք եք գրել, դրա հեղինակային, այսպես ասած... Գաղատացիսը, գներես, Գաղատացիսը մյուսն է, ով Հիսուս դու ես սիրո, ճիշտ է, բայց նույն, ես մի բացել եմ, բայց այս երկի բնույթը այն էր, որ չէ որ ապրումներ են եղել սրա հետևում և երբ որ արդեն գալիս է այն պահը, որ իրոք ճանաչում ես, որ քո սեփական եսով կամ անձով չես կարող բավարարել Աստծո պահանջը չասեմ, այսինքն ես ավելի կասեի նրա սիրո պատասխանը դառնալ անպայման ուրեմն Սուրբ Հոգու միջամտությունը պետք է առաջնորդի այս էր պատճառը, որտեվ կրկներքը արդեն ասում է այն վիճակը, որը ես զգում էի, հետևաբար ուրեմն այդ հոգին անհրաժեշտ է, որով ինքը գործեց, սիրեց, իր կյանքը տվեց եւ այլն։ Մի տեսակ ինքը նաև աղոթք է իր մեջ, երկի բնույթ այսպես աղոթք է, Տեր դուր ինձ որպեսի դառնամ Հիսուսի նման,
վտանգավոր աղոթք է բարի իմաստով չէ այդ իմաստով որ մարդկանց սիրեմ չէ այդ տուր ինձ այն հոգին որով մարդկությանը սիրեցիր որով խաչը ելար եւ այդպես շարունակ այդ մտքերը իրոք վտանգավոր են ես ինչպես անեմ որ քեզ նմանվեմ ինչպես ուրեմն քո խոսքովդ այո ինձ մաքրիր սրբիր եւ այլն շատ լավ Դավիթն էլ այդ խոսք ունի չէ ասում է զոպայի մշտիկով մաքրիր ինձ շատ հետաքրքիր միտք է շատ լավ եկեք լսենք այս երգը որից հետո շտապենք լսելու մեր Հովհաննես եղբոր պատգամ այսօր Դեր դուր
Պարտիրոչը, Հովանես եղբայր, մի կարծ ուզում այս երկի մասին այսպես նկատառում, եթե թույլ տաք, այդ գիծ ինչպես կարողացաք բռնեք, երբ որ գրեցիք այս երգը։ Օրինակ շատերի համար Հիսուսը որպես ընդամենը փրկիչ կարող է լինել, շատերի համար վարդապետ եւ այլն, բայց այդ գիծը, որ մարդկանց ներող, խաչը հանձն առնող, Աստծուն լսող, հնազանդվող այս գիծը, ինչքան ուրիշ մակարդակ է սա ամեն մարդ չի կարողանում որսալ կամ ըմբռնել Հիսուսի կարևորագույն միսիան երկրի վրա։ Մի կարծ սրա մասի եւ անցնենք թեմային։ Գիտես, որքան որ ես էլ անձամբ մտածում եմ այդ տարիներին, քանի որ սրանք շատ վաղուց են գրվել 79-8 թվերին։ Եվ ես երիտասարդ, ընդամենը 24-25 տարեկան, ուրեմն ճիշտն ասած ես չեմ տրամաբանել ես երկը գրելուց, այսինքն չեմ նստել ինչ-որ մտածել, թե ինչ ուղղություն տամ, ինչ գիծ տամ, չէ, ես ապրել եմ ուղղակի, իմ մեջի եղածն է արտահայտվել, թե ինչու է այսպես արտահայտվել, ինքը գիտի միայն։ Ես կրկին ասում եմ, ես էլ եմ զարմանում, հիմա ես զարմանում, այն ժամանակ, ես ինչպես էի այդպիսի բաներ շարադրում, երբ որ օրինակ մյուս երգը, որ ասում է Տեր իմ գործերովս չէ որ պիտարտարան, անկեղծ ասեմ, ես այն ժամանակ վարդապետական առումով, այսինքն գիտակցական մակարդակի վրա այդքան չէի իմանում, ես ուղղակի ոնց որ ներսից այդպես էր ոգևավորվում։ Ճիշտ է, որ զարմանալի, ես չեմ կարող ասել, թե ինչ գիծ եմ տեսել կամ ես ապրել եմ, ինչ որ ապրել եմ, նա դուրս է եկել որպես երգ, որպես արտահայտություն այդ ապրածի։ Ամեն։ Ես հավատում եմ, որ այս երգը հատուկ մարդիկ են սիրում, ովքեր իրոք այդ գծի վրա են, այդ գիտակցության, այդ հոգեվիճակի վրա են, միանգամից կարողանում են ընկալեն սիրեն, հարազատ է իրանց համար այս նախադասությունները, շատ շնորհակալ ենք Հովանես եղբայր եւ սիրով լսում ենք քեզ։ Վստահ որ այսօրվա թեման ուղիղ կապ ունի նաեւ երգի հետ, բայց մինչեւ խոսակ ես կուզեմ մեր սիրելիներին խնդրեմ, որ անպայման մեկ հպում ընդամենը պետք է, որ կիսվես այս եթերը քո ընկերների հետ։ Տեր օրհնի։ Լսում ենք Հովանես եղբայր։ Ուրեմն ես ինչպես նշել եմ Եբրայեցիս 12 համարը կկարդանք իհարկե, բայց ուզում եմ դրանից առաջ մի ուրիշ հատված էլ կարդալ նորից Եբրայեցիների մեջից, ուրեմն այս անգամ
Եբրայեցիների 3-րդ գլխի առաջի համարից ուրեմն կարդանք միասին ասում է ուստի սուրբ եղբայրներ երկնավոր կոչումին մասնակիցներդ մտիկ տվեք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին Քրիստոս Հիսուսին օրինակ գիտեինք որ Հիսուս Քրիստոս առաքյալ է երբեք չենք մտածում չէ բայց իրականության մեջ հենց ինքն է առաքյալ եւ ինքը հաճախ կրկնում էր որ հայրը ինձ ուղարկեց նա որ հավատում է որ հայրն ինձ ուղարկել է կամ հավատում է նրան որ ուղարկեց ուղարկվածը հենց առաքվածն է առաքյալն է այո շատ է դարձել երբ որ ստորում սա միակ դեպքն է որ Հիսուս Քրիստոսին առաքյալ է կոչում այս եբրայեցիս թղթի մեջ է ուրիշ տեղ չենք տեսնում միակն է բայց հետաքրքիր է համեմատությունը որ համեմատում է Մովսեսի հետ եւ եզրակացությունը ես ուզում եմ ես ուղղակի կարդանք միասին ասում է որ հավատարիմ է իրեն հաստատողին որպես առաքյալ այսինքն առաքողին ինքը հավատարիմ է ինչպես Մովսեսն էր նրա բոլոր տան մեջ որովհետև նա ավելի փառքի արժան եղավ քան Մովսեսը որքան որ տնից ավելի պատիվ ունի նրա շինողը բնական է որովհետև ամեն տուն մեկից է շինվում բայց նա որ ամենն արավ Աստված է եւ Մովսեսը հավատարիմ է բոլոր տան մեջ ինչպես ծառա այն ասվելու բաներին վկա լինելու համար Հիմա ուշադրություն թե ինչ շրջադարձ է տեղի ունենում այստեղ բայց Քրիստոսը ինչպես որդի Քրիստոսը ինչպես որդի իր տան վրա որի տունը մենք ենք դարձել է չէ ուրեմն բայց Քրիստոսը ինչպես որդի իր տան վրա որի տունը մենք ենք եթե հույսի համարձակությունը եւ բարձանքը միջև վերջը հաստատ բռնենք հրաշալի հատված է որը մեզ մտորելու որ քիչ առաջ ինչպես ասում եմ մտորելու այսինքն մտիկ տալու նրան նայելու հարցերը մեջտեղ բերում եւ սրան զուգահեռ եկեք կարդանք նաև 12:2-ը, ինչ որ նշել ենք, Եբրայեցիս 12:2 ասում է մտիկ տանք հավատքի զորագլուխին կամ որոշ թարգմանություններ ասում է առաջնորդին ուրեմն եւ կատարողին ուրեմն արթուն մտիկ տալով ուրեմն ընթերցումը մեզ հարցեր է առաջացնում այսինքն ինչպես է լինում որ նա հավատքի առաջնորդն է նա է հավատքի այսպես ասած նախաձեռնողը զորագլուխը եւ կատարողը մտիկ տանք Հիսուսին հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին որ իր առաջ դրված ուրախության փոխանակ այստեղ փոխանակ բառը հունարեն այնպեսի բառ է որ ոչ թե փոխարենի մասին չի ուրախության փոխարեն փոխանակ որ այլ այդ ուրախության պատճառով ուրախության համար ուրեմն մի հատ ուրախություն կա որի համար հասկացա խաչը հանձն առավ եւ ամոթն համարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց ուրեմն մի հատ ուրախություն ունի ինքը
որի համար այդ բաները ամոթ նառամարելով եւ արեց եւ իհարկե Աստծո զորության դարձավ ես կասեի Աստծո զորությունը որտեղ նրա աչքը այդ զորությունն է եւ այստեղ ես ուզում եմ մի անգամ էլ կրկնել քանի որ ունեցել ենք այդպիսի հաղորդում քո հետ Հիսուսի ուրախություն եւ այնտեղ ասում էինք որ մենք չենք տեսնում ավետարանի մեջ ինչ որ արտառոց ուրախություն Հիսուսի տխրություն, ասենք վիշտ կամ ասենք լաց, իվա տեսնում ենք, բայց ինչ որ տեսնենք նա ուրախացավ, ծիծաղեց եւ այդպիսի բաներ չկա։ Սակայն թաքնված է, կա, բայց թաքնված է։ Այդ ուրախությունը գտնում ենք այն բարի հովիվի պատմության մեջ, որ 99 թողում է եւ մեկի հետևից է գնում։ Եվ ասում է, երբ որ գտնում է շատ է ուրախանում եւ Պաստորեն Հիսուսի ուրախությունը Աստծո որդիներին փնտրել, գտնել եւ նրանց իր փառքին մասնակից անելն է։ Շատ կարևոր է, այո, ուրախություն։ Եվ երբ որ ասեց առաքյալներին, որ իմ ուրախությունս եմ տալիս ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը լիարժեք լինի կամ կատարյալ լինի, այդ ուրախությունը նաեւ իր աղոթքի մեջ է հիշում դա 17 գլխի մեջ Հովանու, այդ ուրախությունը կայանում է նրանում այն նպատակի իրականացման մեջ, որի համար ինքը առաքվեց, այսինքն ինքը հարգվեց որպես առաքյալ եւ քահանայապետք, այսինքն մեղքերի քավության միջոց։ Եվ մենք գիտենք նրա քահանայապետությունը Մելքիսեդեկյան կարգը ունի։ Բանի չի Ահարոնյան կարգը չի, որ ասենք հինուխտի է։ Այո, շնորհքի կարգավիճակն է։ Հիմա հետաքրքիր այն է, որ նրա հավատքը, որտեղ շատ տեղեր կարդում ենք, որ կա Քրիստոսի հավատքը, Աստծո որդու հավատք, ոչ միայն գոյություն ունի նրան հավատալ, այլ նաև նրա հավատքը ունենալ։ Ես այդ մասին խոսել եմ ինչ որ ժամանակին, ես չեմ ուզում շատ ծանրանալ այդտեղ, կան շատ համարներ կան, որոնք այդ ցույց են տալիս։ Դրանցից ամենաակնհայտը այն է, որ ինքը ասում է Գաղաթացիս 2:20-ում, որ ես խաչվել եմ Քրիստոսի հետ, այլևս կենթանի եմ ոչ թե ես, հապա գնայի կենթանի իմ մեջ, հիմա որ ապրում եմ այս մարմնով, Աստծո որդու հավատքովն եմ ապրում։ Նրա հավատքովն եմ ապրում, ինչպես նաև Աստծո զորության կամ Աստծո առաջնորդության հավատքով, նրա կողմից տրված հավատքով եւ այստեղ մենք հարց ենք տալիս նորից քանի որ մտիկ տալը շատ լավ եղավ որ դու այս մտիկ տալու հարցը բարձրացրեցիր ես բան եմ նոր ոգևորություն ապրեցի ուրեմն այո մտիկ տալու եւ ուղակի լսելու տարբերությունը կամ կներեք նայելու այո նաև տեսնել եւ այլն բնույթ ունի նաև ինչ որտեղ հասկանալ գիտենալ մենք էլ հայերս գործածում ենք ասենք մեկին ասում ենք տեսար այսինքն ըմբռնեցիր հասկացար անպայման չի որ շոշափելի բան տեսնես միտքն էլ է տեսնում իսկ հավատքը ընդհանրապես տեսնում է անտեսանելին նա էլ ուրիշ մակարդակ է եւ հենց այս հավատքի վերաբերյալ է հարց ենք տալիս թե արդյոք ինչպես է կարծում Հիսուս Քրիստոսը հավատք ուներ ոմանք կասեն ինչպես եթե նա Աստված է ինչ հավատք ում պետք է հավատար երբ որ ինքն է հավատքի նպատակը եւ առարկան եւ այստեղ բայց միևնույն ժամանակ
գոյություն ունի, այո, Քրիստոսի հավատք, Աստծո որդու հավատք, Հիսուսի հավատք։ Բնական է, որ նրա հավատքը կլիներ կատարյալ, որտեղ ինքը ամեն ինչով էր կատարյալ։ Այդպես էր ծնվել։ Մեղքի խնդիր չկար, որպեսզի որևէ արգելք լինել կատարելության։ Այդ պատճառով ուներ կատարյալ հավատք։ Օրինակի համար, երբ որ գնաց Ղազարոսին հարություն տալու, նա շատ հետաքրքիր մի բան ասեց, հայր ասեց, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր։ Գիտեմ, որ միշտ ես լսում, բայց որպեսզի սրանք էլ իմանան, որ դու ինձ միշտ լսում ես, այսինքն այս հարաբերությունը իր մեջ ունի կատարյալ հավատք։ Նա դեռ չեղած արդեն տեսնում էր, որ եղել է։ Այսինքն այդ կոնտեքստի մեջ դա գործողություն է, միսիա է, կարելի ասել։ Երբ որ մենք ասում ենք հավատք, ուրեմն գործողություն։ Անպայման գործողություն, ես կասեի, որ բառը գործածեմ, որ բան լինի, վերաբերմունք։ Այսինքն ինչպես ես վերաբերվում հավատքի այդ տեսակն է, որ հիմա պետք է գնում ես, ասում է ինքը քնած է, Ղազարոսը։ Հետո ասում են, որ եթե քնած է, ուրեմն առողջ է։ Ինչ կարիք կա գնալ։ Հետո հստակ ասում է, հստակ ասեց, որ մեռավ։ Ասում է, որ մեռավ, որպեսզի Աստծո փառքը երևա։ Աշակերտներն ասում են, դե մենք էլ գնանք տեսնենք այդ ոնց է լինելու։ Եվ գիտեք պատմությունը, Մարիամը գալիս է, հետո Մարտան եւ այլն, եթե այստեղ լինեի, չէր մեռնի, եւ Հիսուսը այդտեղ մեծ բաներ է ասում, ես եմ հարությունը եւ կյանքը եւ այլն, բայց գալիս է մի պահ, երբ որ արդեն պետք է հրճակի այդ հարությունը Ղազարոսի, ինքը ասում է, հայր, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր։ Ինքը նախքան լինելը արդեն տեսա, որ եղած է։ Այո։ Կատարյալ հավատքը արդեն տեսնում է, որ եղած է։ Մի հարց էլ տամ, Հովհաննես եղբայր, դրա մեջ կարող ենք նաև ներառել Աստծո կամքին հետ համահունչ, այսինքն նա հասկանում էր, որ եղած է, բայց Աստծո կամքի մեջ է, Տերը այդպես ուզում է, որ լինի։ Սա շատ կարևոր է։ Եթե հայրը իրեն նախորոքցուց էր տալիս, թե ինչ պիտի լինի, ուրեմն իր կյանքի մեջ շատ գեղեցիկ է սա։ Հնարավոր չի, որտեղ ինքը ասում էր, ես ինչ որ անում եմ, նախ եւ առաջ հայրը ցույց է տալիս ինձ, դեն եմ անում։ Ներ շնչվում, ներ գործվում է, այսինքն։ Այո։ Հիմա երբ որ խոսում ենք Քրիստոսի հավատքի կամ Հիսուսի կամ Քրիստոս Հիսուսի հավատքի վերաբերյալ, միտքը այսպիսին է, որ Սուրբ գրքի մեջ կարող ենք երեքն էլ տեսնել, երեք երևույթ եմ ուզում ներկայացնել, նախ Քրիստոսին հավատալու, այսինքն մենք Քրիստոսի հավատք, երբ որ ասում ենք, կարող ենք նկատի առնել Քրիստոսին որպես մեր հավատքի առարկան։ Այսինքն, երբ որ ասում ենք, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Այսինքն ինչ։ Սա կարող է դիտվել որպես, ասենք, Քրիստոսի հավատք։ Քրիստոսի հավատք որպես, որ ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Բայց Քրիստոսի հավատք նաև տեսնում ենք Սուրբ գրքի մեջ, որ կա ուրեմն Քրիստոս որպես հավատքի աղբյուր։ Ոչ թե որ ես հավատում եմ նրա, այո, ես հավատում եմ, դա կա։ Բայց նաև տեսնում եմ Քրիստոսի հավատքի, Քրիստոսը որպես հավատքի աղբյուր։ Այսինքն նա է մեզ տալիս այդ հավատքը։ Մենք չենք կարող կազմակերպել։
Մենք չենք կարող կազմակերպել հավատք։ Եվ սա էլ կա, պետք է ի նկատի առնել։ Եվ ըստ որում սա կապվում է անմիջականորեն այն ավելի մեծ Աստծո փառքը ցույց տվող խոսքերին, որը ասում է ամեն բան նրանով է, նրանից եւ դեպի նա կամ նրանում կամ նրանով։ Տեսնում ես, ուրեմն այստեղ այս մեծ խորհուրդը սրա մեջ մտնում է ամեն բան, նաև հավատք, նաև սեր, նաև մնացած բոլոր առաքինությունները, որ գոյություն ունեն ընդհանրապես։ Մենք հստակ այստեղ կողմնորոշվելու կարիք ունենք։ Ինքը որպես մեր հավատքի, սիրո, խաղաղության առարկա, այո, բայց միայն դա չի։ Ինքը նաև այդ բոլոր բաների աղբյուրն է։ Նրանից է, նրանով, նրա համար անգամ։ Եվ այստեղ ես նկատեցի մի շատ հզոր մի բան, որ Աստված ասում է, ինչը որ ինձնից դուրս է գալիս, իսկ իրենից բանն է դուրս գալիս, խոսքը, դա է առաքվում, տեսնում ես, խոսքը առաքվեց, մարմնացավ, որպեսզի մենք այդ խոսքը, որ Տերոջ մտքի արտահայտությունն է, որպես իր որդի, որ մենք նրա հետ առնչվենք։ Այսինքն նրա բոլոր առաքինությունները դառնում են մերը այդ իմաստով։ Այո, որովհետև մենք այդ խոսքի մասն ենք, մենք էլ ենք որդի։ Չէ՞ որ որդին խոսքն է իրականում։ Եթե մենք խոսում ենք Աստծո որդու մասին, Աստծո որդին այս Հովհաննեսի մարմինը չի։ Աստծո որդին վերստին ծնված հոգի է։ Հոգուց ծնված հոգի է, ես շատ եմ կրկնել դա։ Նա էլ մեր հոգիների հայրն է։ Հետևաբար, բնականաբար չի կարող նայել այդ խոսքի մասը չլինել, քանի որ որդի է։ Խոսք է։ Այստեղ շատ նուրբ այսպես իրար հետ ներդաշնակվող մի խնդիր կա, որ երբ որ ասում ենք հավատքը լսելուց է, մտիկ տալուց, եւ այդ լսելը Աստծո խոսքից, ըստ որում այստեղ գործածված է ռեմա, ոչ թե լոգոս բնօրինակի մեջ, այսինքն կենթանի ավելի խոսքի, եւ մենք տեսնում ենք, որ փաստորեն տեղի է ունենում այս հավատքի տրվելը աղբյուր ունի, եւ այդ աղբյուրը խոսքն է։ Աղբյուրը խոսքն է, եւ նա փոխանցվում է մեզ, երբ մենք լսում ենք։ Իսկ լսելը կամ նայելը նրան կամ մտիկ տալը, դրանք բացառիկ բնույթ ունեն մեր Տիրոջ համար, այսինքն այդպես անցողիկ լսելը չի։ Մանավանդ, որ Պիղատոսին ասեց, ինձ լսում, ճշմարտությունից լինողն է ինձ լսում։ Իմ ոչխարներն են ինձ լսում, նրանց, որ ես ճանաչում եմ։ Սա մեզ կապում է Աստծո հիմքի հետ։ Եվ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ նա ոչ միայն կա նրան հավատալ, որպես մեր հավատքի նշանակետ, թիրախ կամ առարկա, հապա նաև ինքը միևնույն ժամանակ աղբյուրն է այդ հավատքի, նա է մեզ տալիս Աստծո որդու հավատք։ Ամեն։ Խոսքի միջոցով, որովհետև մենք էլ ենք խոսք։ Օտար բան չի, հասկանում ես, նույն էությունը ունեցող բան է։ Սա միգուցե բարդ է, երբ որ ես այսպես արտահայտվում եմ, բայց այլ կերպ չեմ կարող։ Ես հույս ունեմ, որ Սուրբ Հոգին մեր լսողներին ավելի մանրամասն կհասկացնի, երբ որ իրենք այս տեսանկյունից կարդան Աստծո խոսքը։ Միևնույն ժամանակ
ինչպես օրինակը բերեցինք Ղազարոսի, որ Հիսուսը այո ուներ հավատք եւ իր հավատքը կատարյալ հավատք էր։ Եթե աշակերտներին անընդհատ ասում էր թերահավատ, այսինքն փոքր հավատք ունեցողները թերի կիսատ թերի նրանք էլ ասում էին դեր ուրեմն մեր հավատքը ապելացրու նայր ոչ թե քանակական, այլ որակական բնույթ տվեց, ասեց, եթե այս մանանեխի հատիկի չափ հավատ ունենա, կասեք այս սարին ստեղից գնա։ Այսինքն, այն հավատքը, որ գերբնական ձևով տրվում է մեզ, Աստծո որդու հավատք, այս հավատքի մասին է խոսքը։ Մյուս հավատքը, որը քանակական չափ ունի ավելանալու, այն հավատքն է, որով մենք հավատում ենք նրան։ Բայց իր հավատքը, Աստծո որդու հավատքը կատարյալ հավատք է, որ տրվում է մեզ։ Մենք սրա մասին էլ կկարդանք։ Ամեն դեպքում երրորդ մի կետ էլ կա, որ Քրիստոսի հավատք, երբ որ ասում ենք, տեսնում ենք իր վերաբերմունքը հոր նկատմամբ, Աստծո նկատմամբ, և այս վերաբերմունքը կատարյալ էր։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր, և միշտ լսում ես, սա, գիտես ինչ է։ Շատ Մի ուրիշ բնորոշ մի բան էլ կա, շատ վաղուց խոսել ենք այս մասին, մի հատ էլ կա փոքր հավատք կամ թերահավատ, բայց կա նաև մեծ հավատք։ Ըստ որում այս մեծ հավատքը ասում է այնպիսի մարդկանց, որ վրյա չեն։ Մեկը կանանացի կին է, մյուսը հռոմեացի հարյուրապետ է, մեծ է քո հավատքը, դու պետք չի որ գաս, դու ստեղից ասա և Միտեղ ասում զարմացավ Հիսուսը, չէ, հավատքի վրա, զարմացավ։ Տեսնում ես ուրեմն, այստեղ մենք հավատքի նրան հավատալու բանը ունենք աճը, այո, այդտեղ կա հավատքի աճ, քանակական, ինչպես նաև, բայց որակական աճ կա, այդ որակական աճը հավատքի տեսակն է, այսինքն որ աղբյուրից է գալիս այդ հավատքը։ Գիտես, մենք բնական մարդիկ էլ ունենք մեր հոգեկան աշխարհի մեջ, հոգեբանական հատկություն հավատալ։ Մենք դա գործածում ենք ամեն օր, ամեն տեղ։ Մեկը որ ասենք տրանսպորտ է նստում մետրո գնալ գալու, նա անգամ չի մտածում, որ ինքը ուղղակի վստահում է, հավատում է, վստահում է եւ գնում է։ Մեկը որ վերելակը գործածում է ներքևից վերև գնալու, իրեն վստահում է, մտնում է, հավատում է, բարձանում է։ Այնպես չէ։ Չեն մտածում, հավատա թե չհավատա։ Մեկը մյուսին է, երբ որ վստահում ենք, հավատում ենք։ Ուրեմն այս հատկությունը մենք ունենք որպես բնական երկրային բնույթ ունեցող մարդ արարած մեր անգամ մեղավոր գերության մեջ։ Բայց դա բավարար չի։ Դա բավարար չի։ Մենք դրանով հավատում ենք նրան, բայց նրան հավատալով ունենում ենք նրա հավատքը որպես Աստծո որդի։ Սա թաքնված է վերստին ծնունդի մեջ, որտեղ առանց վերստին ծնունդի մենք չենք կարող ասել, որ մենք Աստծո որդի ենք։ Փաստորեն այսպիսի երևույթ կա, որ շատերն են բնական մարդկային հավատքով հավատում Տիրոջը, եւ իրանց թվում է, թե դա բավարար է։ Այո, այդ նույն մարդկային հավատքով իրանք կարող են հանգիստ փոխել եւ հավատալ մի կուրքի։ Ինչը որ տեղի էր ունենում Իսրայելի հետ հին ուխտում։
Զարմանում ես, ասում ես, ինչպես կարելի է։ Այսքան բան տեսնելուց հետո մեկ էլ դու կուրք ես սարքում եւ այլն։ Սա ցույց է տալիս, որ մտիկ չէին տալիս, կողքով հարևանցի նայում էին այդ բոլոր բաներին, բայց նրանք, ովքեր իրոք մտիկ էին տալիս նրանք այդպես չէին իհարկե, այդպես չէին, երբեմն ստիպված էին, օրինակի համար Ահարոնը եւ Ղևտացիները ստիպված եղան լսելու այդ ամբողին, որտեղ մեծամասնությունը, ոնց որ ասում են, դեմոկրատիկ ձևով իշխանություն էր ստեղծվել, մեծամասնությունը ասում էին, չէ, Մովսեսը գնաց, եկեք մի կուրք շինենք, որ մեր արջևից գնա։ Այսինքն մենք կուրքին հետևենք, նա է մեր առաջնորդը, զարմանալի։ Եվ Ահարոնը ստիպված եղավ այդ ամբողի ձայնին հետևելու եւ սարքել տվեց դա։ Բայց երբ որ Մովսեսը եկավ, Աստված իրեն հայտնեց, որ քո ժողովուրդը խոտորվեց։ Եկավ կանգնեց մի բարձր տեղ, ասեց, ով որ Եհովայինն է, թող գա։ Եվ ինչ եղավ, Ահարոնը, Ղևտացիները, բոլորը գնացին նրա կողմ։ Հետո գիտեք թե ինչ եղավ։ Այնտեղ գետինը պատրվեց, այնտեղ քարերը կոտրեց եւ այլն։ Ուրեմն տախտակները օրենքի այս պատմությունը կարող եք ընթերցել հետարքիր շատ եւ մեծ խորհուրդներ կան։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այս հավատքը, մեր հոգեբանական հավատքը Իրանից չի ներկայացնում հաստատուն հավատքը, նա ինչպես մնացած բոլոր բաները կարող է լինել փոփոխական, հարաբերական, ժամանակավոր, այսինքն անվստահելի, բայց սա չի նշանակում, որ Աստված չի գործածում սա, որպեսզի մենք իր հավատքը ունենանք, որպես աղբյուր իրենից եկող հավատքը, Սուրբ Հոգու պտուղ որպես նրա մեջ կա նաև այդ բաղադրիչը, այսինքն հավատք։ Երբեմն հավատարմություն է թարգմանված, բայց իրականը հավատք է, մեծացող հավատք, զարգացող հավատք։ Զարգացող, ինչու զարգացող, որտեղ Աստծո որդին էլ աճ ունի։ Աստծո որդին երեխայի վերստին ծնված երեխայից միջև Աստծո որդու որդեգրության հասակն է հասնում։ Հետևաբար այդ աճի համեմատ աճում է նաև Աստծո որդու հավատքը։ Ուրեմն շատ կարևոր է այս հանգամանքը հաշվի առնել, որ կա Հիսուսին, Քրիստոսին հավատալ, բայց կա նաև Քրիստոսի հավատքը ունենալ։ Այսինքն դա ինքն է տալիս մեզ։ Մենք չենք կարող արդեն հավատքի մեջ մտեղ կա, որ դա բլոկ, այսինքն առաջ չի գնում, նույնն է։ Բայց եթե ինքը տա, մենք առաջ արտադրում դա։ Այո։ Մենք աղբյուր չենք։ Մեր եսը չի կարող դա արտադրել։ Այդ պատճառով բանն աստծո այնտեղից ենք ստանում։ Լսելով ստանում ենք։ Շատ կարևոր է։ Սա է կարևորությունը։ Եվ օրինակի համար եկեք մի տեղ էլ կարդանք Եփեսացիս 2-րդ գլխի 6 համարը։ Տեսեք ինչ է ասում։ Եփեսացիս 2:6-ը եկեք 5-ից կարդամ։ Երբ որ մեռած էինք հանցանքներում մեզ կենթանի արավ Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված։ Նրա հետ մեզ հարույց եւ նրա հետ երկնավորներումը նստեցրեց Քրիստոս Հիսուսումը, ես ճիշտ եմ կարդում 2:6։
շարունակության մեջ է որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տված քաղցրությունով որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով եւ սա ոչ թե ձեզանից է այլ Աստծո պարգևն է Ստումեք ուրեմն մենք այդ հավատքը ունի աղբյուր որպես Աստծո պարգև իր բանի իր միջոցով Քրիստոսի միջոցով մեզ է տրվում այդ պատճառով է նա որպես հավատքի աղբյուր Քրիստոսի հավատք նաև մեզ հայտնի Հռոմայեցիս 10:17-ը որ ասում է այո հավատքը լսելուց է լսելը Աստծո խոսքից եւ այս հավատքն է ուսացած բաների հաստատություն եւ չերևացող բաների ապացույց որը հետո ասում է որ առանց այս հավատքի չի կարելի հաճելի լինել Աստծո ամեն ես քանի որ միևնույն ժամանակ մենք շեշտեցինք որ սա անմիջականորեն կապ ունի որ ամեն ինչ նրանով է նրանից եւ դեպի նա շատ կարեւոր է սա իմանալ որովհետեւ ինչ որ Աստծուց դուրս է գալիս արարում է եւ ինքը հայտարարում է որ ինչ որ ինձնից դուրս եկավ իմ խոսքը ինքը հոգի է միտք է այդ մտքից խոսք է դուրս գալիս Քրիստոս է դուրս գալիս եւ երբ որ դուրս է գալիս այնպես չի որ դուրս եկավ եւ պարապտեղը հետ եկավ եթե դուրս է գալիս անում է այն ինչի համար որ դուրս եկավ եւ պարապ հետ չի գալիս հետևանք ունի այո Քրիստոսի առաքված լինելը մենք այդտեղ կարդացինք որ նրա այդ ուրախության համար որն էր այդ ուրախությունը որպեսզի փնտրի Աստծո որդիներին եւ իրենց գերությունից ազատի իր փառքին մասնակից դարձնելու համար իր աղոթքի վերջավորության մեջ Հովանոս 17 ինքը ասում է ես ուզում եմ որ նրանք որ ինձ տվիր իմ հետ լինեն եւ իմ փառքը տեսնեն Սա է իր ուրախությունը Սա է իր ուրախությունը իր հարսն է Եկեղեցին է Աստծո որդիների հայտնվելն է որտեվ սա է նպատակը եւ վերջին հաշվով ինչպես ես հաճախ կրկնում եմ իր ուրախությունը իր սիրո պատասխանը ապրելն է որ միակողմանի չլինի մենակ չմնա լավ չէ որ մենակ լինի պետք է սիրո պատասխանն էլ լինի այդ պատճառով է որ նա հին ուխտի մեջ մեզ ցույց տվեց որ մեր սեփական մեղքի գերի եղող եսով չենք կարող նրա սիրո պատասխանը լինել չենք կարող ցույց տվեց Իսրայելի ամբողջ պատմությամբ եւ ցույց տվեց որ շարունակաբար իր սերը մնաց մենակ այսինքն միակողմանի տեսնում ենք որ սիրում է բայց պատասխանը չի ստացվում որովհետեւ ինքը այդ պատասխանը ստանալու համար զատեց իրանից հեռացրեց որպեսի անձի ուրացման միջոց մեջտեղ կա ինչպես ինքը սիրեց իր անձը տալով այնպես էլ այդ սիրո պատասխանն է իր անձը տալիս որպեսի մենք եսը ուրացած խաչի վրա դիրքը բռնած լինենք հետևաբար Աստծո որդու հավատքով ապրենք որպես աղբյուր շատ կարևոր բան է նրա սիրո պատասխանը ես իմ ասածներս բավական լուրջ եւ խորը բաներ են եղբայր քույրերը այս մասին այս խորը հիմնական բաները հաշվի առնելով ընթերցեն Աստվածաշունչը եւ կգտնեն նրան շատ հետաքրքիր է
Հովանես եղբայր, այսինքն շատ գեղեցիկ այդ գծի վրա կուզեի սա շեշտ տնես հրավա, դուք հիշեցրիք այն խոսք Հիսուսի, որ ասեց ես իմ ուրախությունն եմ տալիս ձեզ, այսինքն այն ուրախությունով, որով ես եմ ուրախանում, դուք էլ այդ ուրախությունով պետք է ուրախանաք, այսինքն սա ներդաշնակության մասին է խոսում, նույնականացման, որտեղ այս Եփեսացիս 2-րդ գլխի 10-րդ խոսքը շատ սիրուն ասում է իրոպե ասում է որովհետև նրա ստեղծվածն են Քրիստոս Հիսուսով շարունակությունը 10-րդ խոսքը հաստատված բարի գործերի համար, որը մեզ համար ուրախություն է, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք, դու վարվելու մասին խոսացիր եւ այստեղ հաստատում է այդ խոսքը, այսինքն մարդ, որի ուրախությունը նրանում չի, որ ինքը քերեց այս աշխարհից մի բան, կորզեց, որովհետև աշխարհիկ համակարգը այդպես է, կարողացար կորզել, ուրախանում ես դրան, որը ոչ մի արժեք չունի, բայց երբ որ դառնում ես այդ գտնողի դերում, ինչ որ Հիսուս արեց, սա ուրախություն է դառնում քեզ համար եւ երկնային ուրախություն շատ չգիտեմ, օրնված եմ, իրոք օրնված եմ։ Գիտես, այո, եւ Հակոբոս առաքյալը իր տեքստի մեջ ասում է, երբ որ խոսում է Աբրահամի մասին, նա ասում է, տեսեք, այո, նա հավատաց, բայց իր վարքով, իր վարմունքով, իր գործերով, իր հավատքը կատարյալ եղավ։ Կատարյալ եղավ։ Այսինքն, ինչու՞մն է բանը, եթե Հիսուս ասեց հայր շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր, սա ցույց տվեց կատարյալ հավատքը, արդեն եղած է, բայց այդտեղ չմնաց։ Դա հետևանք ունեցավ իրական գործողությամբ։ Սա էլ այդ հավատքի գործերի մասին է, որ առանց գործերի մեռած է այդ հավատքը։ Սա էլ նկատի պետք է առնել։ Ամեն դեպքում վերջացնելով ես ուզում եմ մի բան ասել, որ իմացեք, որ ամեն ինչի աղբյուրը նա է։ Հետևաբար նրան մտիկ տալը, նրան նայելը, նրան լսելը միակ եւ ամենագլխավոր կարևոր դիրքն է Աստծո որդու։ Նրանք, ովքեր ինչպես քիչ առաջ կարդացինք, երևի այս մասին շատ չխոսացինք, ուշադրություն չդարձրեցինք, բայց ես ուզում եմ ձեզ ցույց տալ կարևորությունը, ում մասին է խոսում, ուստի սուրբ եղբայրներ, երկնավոր կոչումին մասնակիցներդ, մեկ ում է դիմում, մտիկ տվեք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին Քրիստոս Հիսուսին։ Ամեն։ Ահա թե ում է դիմում, որովհետև նա աղբյուր է, ամեն բանի աղբյուր է, արարիչ է ամեն բանի, նա է պահպանողը այս ամեն ինչի, ինչ որ իրենից դուրս է եկել, պահպանող է, կառավարողն է, եւ քանի որ պարապ հետ չի գալիս ինչ որ իրենից դուրս է եկել, միևնույն ժամանակ ինքն է վայելողը, իր սիրո պատասխանը իր վայելքն է, իր կյանքն է, որից հետո նոր բաներ է արարելու, իր փառքի ամբողջական արտահայտությունն է, սա կարևոր է, այսինքն ամեն իմաստների նպատակների վայելողը, ամեն, բայց ինչպես նաև այդ մասին ասի, իր որդիները, նա իր որդիներն է իր ուրախությունը, իր վայելքը,
մեզմով է իր որդիներով է այդ վայելքը ուրախությունը տեղի ունենում, որի համար ամոթ չհամարեց, նա իր կյանքը տվեց։ Ամեն։ Ինչպես կարող ենք անտարբեր մնալ այս տեսակ սիրո արտահայտության հանդեպ։ Ամեն դեպքում Աստծո որդիները չեն կարող անտարբեր լինել։ Ամեն։ Նրանք, ովքեր Աստծուն նախասահմանված են, չեն կարող անտարբեր լինել։ Ուստի, ինչպես առաքյալն է կոչանում, եթե այսօր լսեցիք նրա ձայնը, մի խստացրեք ձեր սրտերը, որտեղ խստացնելը, եթե Աստծո որդի եք, այդ խստացնելը ձեզ կտանի հավատքի տարբեր փորձությունների, որ վերջը ծեծելով կգաք։ Միևնույնն է, գալու եք։ Այո։ Ամեն դեպքում մի խստացրեք։ Իր անհուն կատարելության հայտնությունն է այս ամեն ինչը, ինչ որ իրենից դուրս է եկել, եւ այդ նույն կատարելությամբ վերադառնալու է դեպի իրեն։ Ամեն։ Տերը թող օրհնի այսօրվա մեր այս սրույցը իր մեջ ուներ բավական խորհուրդներ, որոնք ինչպես միշտ թողնում եմ Սուրբ Հոգու խնամության ներքո։ Ամեն։ Հովհաննես եղբայր, իրոք շատ շնորհակալ եմ, շատ լուրջ մտածելու առիթ հասա եւ ուզում նորից կրկնեմ այս խոսքը, որ շատ հաճախ ասում եմ, սա ցուցիչներից մեկն է, եթե մենք ասում ենք հավատում ենք, այդ էգոցենտրիկ հավատքի մասին չի խոսքը, որ Տեր ինձ կտա, Տեր ինձ համար կանի, այլ հավատք, որը մեզ նույնականացնում է Տիրոջ հետ եւ դառնում ենք նրա սիրո պատասխանը, մեր իսկ գործերն էլ ցուցիչներն են, որ մենք նրա սիրո պատասխան ենք, այսինքն դա հետո չենք իմանալու, դա ես վստահ եմ, որ այդ փորձառաբար միշտ վայելելու ենք, մենք հասկանալու ենք, Տերը մեզ ցույց է տալու, որ նա սիրեց, նա սա իր նմանի տեսակն էր, հա, ասենց ասած, մարդ, որը իր նմանի տեսակն էր, մարդ, որը Հիսուսի պես թողնելով 99-ին գնում այդ մեկի հետևից գտնում է եւ ուրախանում է, մարդ, որ իր ուրախությունը մի ուրիշ տեղ խոսում է, չէ՞, կարծեմ մարգարեությունների մեջ ասում է եւ իր ուրախությունը Աստծո որդիների հետ էր, այդ հետ էր Աստծո որդիների, սա շատ գեղեցիկ իսկ եթե իր ուրախությունը մերը չի եւ նույնականացված չի, սա լուրջ չեն կարող խաբել չի լինի, ասում դա բացառվում է, այսինքն կեղծիկը բացահայտում է միանգամից։ Շատ շնորհակալ եմ Հովհաննես։ Ուրախություն չի լինի։ Իհարկե, դա կլինի ուրախություն, որը ունի նույն բնույթը, ինչպես մնացած բոլոր բաները, այսինքն փոփոխական, հարաբերական, ժամանակավոր, անվստահելի ուրախություն։ Մենք դա շատ լավ գիտենք։ Ես միշտ ասում եմ մարդկանց, եթե այսօր ուրախ ես, իմացի որ վաղը կտխրես։ Եթե տխուր ես, իմացի որ վաղը կուրախանաս, այսինքն արաբերական փոփոխական մի բնույթ ունի մեր եսից բխած այդ ուրախությունները։ Ամեն դեպքում, երբ որ հարց ես տալիս, թե արդյոք երբ որ Հիսուս ասեց իմ ուրախությունս եմ ձեզ տալիս, հետագայում առաքյալները, երբ որ Սուրբ Հոգին, որի մաս է այդ ուրախությունը, երբ որ եկավ եւ տվեց այդ ուրախությունը, արդյոք տեսնում ենք, թե նրանք ունեցան Հիսուսի ուրախությունը, տեսնում ենք, որ այո, իհարկե, ուսումնասիրեք Գործկարակերոցը, տեսեք առաքյալների ուրախությունը ինչու՞մն էր։ Այո, շատ ճիշտ օրինակ բերեց։ Ես ուրախ եմ եւ ցնծում եմ ձեզ համար, ձեզ հավատքի հաստատության համար, որ իրենց ուրախությունը իրոք Հիսուսի ուրախությունն էր։ Հետևաբար մենք որպես Աստծո որդիներ նայենք մեր ուրախությունը ինչու՞մն է։ Այո, ինչով ենք ուրախանում։ Եվ դա եթե անկեղծանանք կբացահայտենք։ Իհարկե, տեսնենք թե ինչով ենք ուրախանում։ Մեր ուրախությունը ուղղված է Աստծո որդիների գերությունից ազատվելու, շատ ինչ կարևոր բան եք ասում, եւ միանալու ամբողջական որդիների հայտնվելուն, որի միակ միջոցն է այս ամբողջ արարչության ցավը եւ հառաչանքը վերացնելու։ Ամեն։ Դες գործի մեծությունը շատ ուժեղ է, շատ բարձր է։
Շնորհակալություն Հովհաննես եղբայր։ Ես կուզեմ հայտարարեմ, որ այս ծառայությունը ինչ որ արվում է ամեն առավոտ, այդ պատասխանը լինի սիրո, մեր պատասխանը սիրո Տիրոջ նկատմամբ։ Մեր ակնկալությունը լինի շատերի փրկության եւ հասունության համար եւ մեր ուրախությունը թող դրանով պայմանավորված լինի եւ կյանքը դառնում է հիասքանչ, գեղեցիկ եւ հոտավետ։ Տեր օրհնի ձեզ Հովհաննես եղբայր։ Շատ շնորհակալ ենք այս թեմայի համար։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ եւ ուզում եմ սա ասել։ Շատ լավ արեցիր, որ մինչև վերջ համբերատար լսեցիր այսօրվա խոսքը։ Շատերը նկատում եմ չհամբերեցին, դուրս եկան, ոմանք համբերեցին։ Նրանք ովքեր համբերեցին, դա էլ է ցուցիչ։ Շատ բան չեմ ասում։ Տեր օրհնի ձեզ Հովհաննես եղբայր։ Կխնդրեմ ձեր աղոթքով ավարտենք եթերը։ Սիրելի եկնավոր հայր, մեր երախտապարտությունն ենք հայտնում քեզ։ Քո խոսքիդ համար, քո էության արտահայտության համար, այն սիրո համար, որով մեզ սիրեցիր եւ ակնկալում ես, որ մենք էլ նույն սիրով քեզ սիրենք։ Ամեն։ Տեր դու սրտեր քննող Տեր ես եւ տեսնում ես այդ սերը կա թե չկա։ Ուստի օրհնիր նրանց, աճեցրու նրանց, ովքեր որ քոնն են, որպեսզի աճեն այդ սիրո մեջ, աճեն այդ հոգու մեջ, աճեն այդ լույսի մեջ, նմանվելով քեզ, այն միակ մեզ համար եղող կերպարին, Աստծո բուն պատկերին, որ Հիսուս Քրիստոսով դու հայտնեցիր։ Շնորհակալ ենք այս գործը քո հոգովդ անելու համար, մեր նման այս մարմնի, այս վիճակի մեջ եղող մարդկանց մեջ, քո փառքը թող շատ լինի եւ միակը լինի այս գործընթացի մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տեր։ Շնորհակալ ենք կրկին Հովհաննես եղբայր, նորից հանդիպելու փափագով, քեզ ասենք Տեր օրհնի եւ բարի օր քեզ։ Օրը օրհնյալ թող լինի։ Հովհաննես եղբայր։ Հարց դիդոջը։ Սելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, հուսամ օրհնված եք եւ այսօրվա խոսքը վստահ արձագանքեց ձեր մեջ, արձագանք գտավ եւ մտորումների տեղ տվեց։ Շարունակիր ամբողջ օրվա ընթացքում մտածել այս խոսքերի վրա, հավատքը գործերը պահանջում։ Տեր օրհնի ձեզ, սիրում ենք ձեզ, մնացեք խաղաղությամբ, մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ժամանակը պիտի փրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։